Իմ զավակ, ես քեզ բացում եմ ճշմարտությունը, և ինձ պետք է քո լիակատար և անբաժան ուշադրությունը հաջորդ 20 րոպեների ընթացքում։ Կանգնեցրու ամեն ինչ և լսիր ուշադիր, որովհետև ես բացահայտում եմ թշնամու ծրագրերը։ Իմ զավակ, դու պատրաստվում ես խճճվել վտանգի մեջ, և դու պետք է գործես մինչև վաղը լուսաբացը։ Մի համարիր այս զգուշացումը աննշան։ Սա անցողիկ ստվեր չէ, սա իմ ձայնն է, սա իմ ձեռքն է, որ ձգվում է դեպի քեզ։ Դու պետք է կանգ առնես և իսկապես լսես։ Այն ճանապարհը, որով դու գնում ես, կարող է անվնաս թվալ, բայց նրա մակերեսի տակ թաքնված է թաքարդ, և այդ թաքարդը դրված է ոչ թե օտարների, այլ նրանց կողմից, ովքեր քողարկվում են որպես լույս։ Ես տեսնում եմ այն, ինչ քո աչքերը չեն տեսնում։ Ես գիտեմ այն, ինչ դու չես կարող իմանալ։ Ես հիմա խոսում եմ, որովհետև չեմ ուզում, որ դու ընկնես։ Իմ զավակ, թշնամու ծրագիրը մշուշոտել քո մտածողությունը, սերմանել կասկածներ այն ճշմարտության նկատմամբ, որ դու արդեն գիտես, և նրբորեն քաշել քեզ դեպի ստրկության վայր։ Նա չի գա բարձր աղմուկով կամ բաց շղթաներով, նա գալիս է շշնջալով, քնքուշ խոսքերով, այնպիսի բաներով, որոնք անմեղ թվում են։ Բայց ես տեսնում եմ կարթը, որ թաքնված է կտորի մեջ։ Ես տեսնում եմ պարանը հրավերի հետևում։ Ես տեսնում եմ ստվերը ժպիտի հետևում։ Ահա թե ինչու ես հիմա խոսում եմ։ Ահա թե ինչու ես զգուշացնում եմ քեզ, քանի դեռ ուշ չէ։ Ես խոսում եմ ոչ թե քեզ վախեցնելու, այլ որպեսզի դու դիմակայես։ Դու իմ զավակն ես։ Դու չպետք է ընկնես թաքարդի մեջ։ Դու չպետք է կուլ տրվես։ Դու պետք է ազատ լինես։ Լսիր ուշադիր։ Վաղը որոշման պահն է։ Խոսքերը, որ դու ասում ես, այն վայրը, ուր դու գնում ես, համաձայնությունները, որ դու կնքում ես, հաղորդագրությունները, որ դու ուղարկում ես, դռները, որ դու բացում ես, ամեն ինչ կարևոր է։ Թշնամին ուզում է քեզ դյույմ առ դյույմ առաջ մղել։ Նա ուզում է, որ դու հավատաս, թե անվտանգ ես, իմանալով, որ եթե կարողանա քեզ մի փոքր ավելի մոտեցնել, հաջորդ քայլը ավելի հեշտ կթվա։ Նա գիտի, որ եթե կարողանա հոգնեցնել քեզ, դու կդադարես դիտարկել։ Նա գիտի, որ եթե կարողանա զբաղեցնել քեզ, դու չես աղոթի։ Նա գիտի, որ եթե կարողանա լցնել քո սիրտը աղմուկով, դու չես լսի իմ շշնջոցը։ Սա է նրա ռազմավարությունը։ Ահա թե ինչ եմ ես բացահայտում քեզ, իմ զավակ։ Դու պետք է այս երեկո դիմես ինձ, խլիր բոլոր մյուս ձայները և ասա. «Տեր, խոսիր»։ Ոչ միայն լսիր, այլև հնազանդվիր։ Փրկության ճանապարհը քո ձեռքերում է, բայց այն սկսվում է հանձնվելուց։ Այն սկսվում է այս խոսքերից. Ես չեմ հենվի իմ սեփական հասկացության վրա։ Ես չեմ հետևի այնինչ ճիշտ է թվում։ Ես կհենվեմ իմ Հորը ձայնին։ Եթե դա անես, դու անվտանգ կքայլես։ Եթե դա անես, թաքարդը կկոտրվի։ Եթե դա անես, թշնամին կթուլացնի իր բռնակը։ Բայց եթե անտեսես ինձ, դու կմտնես փոսը կույրորեն։ Սա խաղ չէ, սա փորձություն չէ, սա որոշման ժամն է։ Ես քեզ առաջարկել եմ կյանք և մահ։ Ես քեզ առաջարկել եմ դուռ և փոս։ Ես քեզ առաջարկել եմ լույսի ճանապարհ և ստվերի ճանապարհ։ Իմ ձեռքը մեկնված է, իմ խոսքը քո շուրթերին է, իմ հոգին հիմա քեզ կողքին է։ Դու մենակ չես, դու թույլ չես, դու լքված չես, դու իմն ես, և որովհետև դու իմն ես, ես չեմ լռի, որովհետև դու իմն ես, ես կկանչեմ քեզ անունով նույնիսկ գիշերով, որովհետև դու իմն ես, ես կխոսեմ քեզ հետ երազներում։ Որովհետև դու իմն ես, ես կուղարկեմ մարդկանց հաստատելու իմ խոսքը։ Որովհետև դու իմն ես, ես կպաշտպանեմ քեզ, եթե հնազանդվես։ Իմ զավակ, կան բաներ, որոնք դու դեռ պահում ես, և ես խնդրում եմ քեզ թողնել դրանք։ Կան կապեր, որոնք դու պահել ես, մտածելով, որ դրանք անվտանգ են։ Կան խոսակցություններ, որոնք դու համարել ես անվնաս, բայց որոնք դուռ են բացել։ Կան մտքեր, որոնք դու փայփայել ես, բայց ոչ ինձանից։ Կան ճանապարհներ, որոնք դու դիտարկել ես, բայց ոչ իմը։ Ես հիմա ցույց եմ տալիս դրանք։ Ես չեմ դատում քեզ, ես ազատում եմ քեզ։ Ես կանչում եմ քեզ այն ամենից, ինչ վնաս կհասցնի քեզ։ Ես կանչում եմ քեզ այն ամենից, ինչ կկործանի քեզ։ Ես կանչում եմ քեզ դեպի այն, ինչ կտա քեզ կյանք։ Բայց դու պետք է ասես. այո։ Դու պետք է պատրաստ լինել հետ քաշվել։ Դու պետք է պատրաստ լինել կորցնել այն, ինչ չես կարող պահել, որպեսզի ձեռք բերես այն, ինչ չես կարող կորցնել։ Զավակ, թշնամու ծրագիրը ոչ միայն քեզ թակարդելն է, այլև քեզ լռեցնելը։ Նա գիտի, որ քո ձայնը կշիռ ունի։ Նա գիտի, որ քո աղոթքը պատեր է թափահարում։ Նա գիտի, որ քո հնազանդությունը շարժում է երկնքերը։ Ահա թե ինչու է նա պայքարում քո դեմ։ Ահա թե ինչու է նա շեղում քեզ։ Ահա թե ինչու է նա գայթակղում քեզ։ Բայց ես արդեն տվել եմ քեզ ամեն ինչ, ինչ պետք է։ Իմ խոսքը սուր է քո ձեռքում։
Իմ հոգին կրակ է քո կրծքում։ Իմ հրեշտակները շրջապատում են քեզ ամրոցի պես։ Դու մենակ չես պայքարում, դու մենակ չես կանգնում։ Դու ոչ թե թույլ շող ես խավարում, այլ բոց ես, որ ես եմ վառել, եւ խավարը չի կարող մարել քեզ։ Դու իմ զավակն ես։ Դու իմ սիրելին ես։ Դու այն ես, ում ես կանչել եմ մինչև քո ծնունդը։ Դու այն ես, ում ես գրել եմ իմ գրքում։ Դու այն ես, ում ես ստեղծել եմ գաղտնի։ Դու այն ես, ում ես ծածկել եմ իմ թևերով։ Դու այն ես, ում ես կրաչնորդեմ իմ աչքով։ Լսիր ինձ, վստահիր ինձ։ Մի վիճիր իմ զգուշացման հետ։ Մի հետաձգիր քո հնազանդությունը, մի ասա, ես դա կանեմ վաղը։ Վաղը կարող է շատ ուշ լինել։ Թշնամին շարժվում է, մինչ դու քնում ես։ Նա չի սպասում, մինչև դու պատրաստ լինես։ Նա թակարդներ է դնում նախքան դու հասնես։ Ահա թե ինչու ես խոսում եմ օրվա սկզբից առաջ։ Ահա թե ինչու ես զգուշացնում եմ քեզ այս գիշեր։ Ահա թե ինչու ես արթնացնում եմ քեզ հենց հիմա։ Ես կխոսեմ, իմ զավակ։ Ես չեմ դադարի, մինչև դու անվտանգ չլինես։ Ես չեմ դադարի, մինչև դու դուրս չգաս թակարդներից։ Իմ սերը թույլ չէ։ Իմ զգուշացումը դատարկ չէ։ Իմ սիրտը քեզ համար մեծ է։ Դու իմն ես։ Դու պատկանում ես ինձ։ Դու չես կորչի։ Քեզ չեն կուլ տա։ Քեզ չեն մոռանա։ Քեզ չեն լքի։ Դու իմ զավակն ես։ Ես դեռ չեմ ավարտել խոսելը։ Լսիր եւս մեկ անգամ, եւ թող քո սիրտը հանգստանա։ Սա պարզապես էջի վրա գրված խոսքեր չեն։ Սա այն ձայնն է, ով ստեղծել է աստղերը եւ հաշվել է քո գլխի մազերը։ Ես խոսում եմ քեզ հետ, որովհետեւ դու թանկ ես։ Ես խոսում եմ քեզ հետ, որովհետեւ դու կարևոր ես։ Ես խոսում եմ քեզ հետ որպես քո հայր, զգուշացնելով քեզ սիրով, ոչ թե չարությամբ։ Թշնամին ուզում է քեզ սեղմել իր ձևի մեջ, բայց ես ստեղծել եմ քեզ իմ ձեռքերով։ Նա ուզում է քեզ վախի մեջ գցել, բայց ես ստեղծել եմ քեզ քաջության համար։ Նա ուզում է կուրացնել քեզ, բայց ես ստեղծել եմ քեզ տեսողությամբ։ Ահա թե ինչու ես կանչում եմ քեզ արթնանալ, վեր կենալ, կանգնել, ընտրել իմ ճանապարհը, նույնիսկ եթե այն նեղ է։ Զավակ, տեսնում ես, թե ինչպես է շարժվում թշնամին։ Նա սկսում է փոքրից։ Նա սկսում է փոքրիկ զիջումներից։ Նա սկսում է մտքերից, որոնք թվում են քոնը, բայց այդպիսին չեն։ Նա սկսում է ցանկություններից, որոնք անվնաս են թվում, բայց այդպիսին չեն։ Նա սկսում է կապերից, որոնք օգտակար են թվում, բայց ոչ ինձանից են գալիս։ Նա խորամանկ է, որովհետև չի կարող հաղթել քեզ բացեի բաց։ Նա գիտի, որ իմ հոգին ապրում է քեզ մեջ։ Նա գիտի, որ իմ անունը քեզ վրա է։ Նա գիտի, որ իմ արյունը ծածկում է քեզ։ Այդ պատճառով նա խաբում է, շեղում է, դանդաղեցնում է։ Եվ սա է այն ծրագիրը, որ ես բացահայտում եմ, որպեսզի դու անտեղյակ չմնաս նրա խորամանկություններից։ Մի թերագնահատիլ մեկ ընտրության կշիռը, իմ զավակ։ Մեկ ընտրությունը կարող է դուռ բացել, եւ մեկ ընտրությունը կարող է դուռ փակել։ Մեկ այոն կարող է հրավիրել օրհնություն, իսկ մեկ այոն կարող է ստեղծել թակարդ։ Մեկ ոչը կարող է վերջ դնել թակարդին, եւ մեկ ոչը կարող է արգելել թշնամու ճանապարհը։ Ահա թե ինչու ես սովորեցնում եմ քեզ խորաթափանցություն։ Ահա թե ինչու ես ասում եմ. կանգ առ աղոթիր, հարցրու ինձ։ Մի ընդունի շտապ որոշումներ, որովհետև դրանք ճիշտ են թվում։ Մի ընդունի հրավիրներ, որովհետև դրանք գրավիչ են թվում։ Մի արտասանիր խոսքեր ճնշման տակ, հարցրու ինձ, ես քեզ հետ եմ։ Իմ հոգին կառաջնորդի քեզ դեպի ճշմարտություն։ Իմ լույսը կբացահայտի թաքնվածը։ Իմ ձայնը կցույց կտա քեզ ճանապարհը։ Իմ զավակ, դու մտնում ես բաժանման ժամանակաշրջան։ Ես քեզ կհետ կանչեմ որոշ մարդկանցից, որոշ վայրերից, որոշ վարքագծերից, որոշ մտքերից, ոչ թե քեզ մենակացնելու, այլ սուրբ դարձնելու համար, ոչ թե դատարկ թողնելու, այլ ինձով լցնելու համար։ Երբ զգաս, որ ես քեզ հետ եմ քաշում, վստահիր ինձ։ Երբ զգաս, որ ես ասում եմ ոչ, վստահիր ինձ։ Երբ տեսնես, որ ես դուռ եմ փակում, վստահիր ինձ։ Ես ոչինչ չեմ վերցնում քեզանից, ես պաշտպանում եմ քեզ։ Ես չեմ պատժում քեզ, ես պահպանում եմ քեզ։ Թշնամին ուզում է խառնել լույսն ու խավարը, բայց ես չեմ թույլ տա դա քո կյանքում։ Ես առանձնացնում եմ քեզ, որպեսզի դու փայլես։ Ես առանձնացնում եմ քեզ, որպեսզի դու դիմակայես։ Ես առանձնացնում եմ քեզ, որպեսզի դու քայլես ուժով։ Իմ զավակ, հիշիր, թե ինչպես եմ ես քեզ ազատել նախկինում։ Հիշիր գիշերները, երբ դու լաց էիր լինում եւ ես լսում էի։ Հիշիր օրերը, երբ դու թույլ էիր եւ ես զորացնում էի քեզ։ Հիշիր դռները, որ ես բացում էի, երբ բոլորը ասում էին ոչ։ Հիշիր թակարդները, որ ես կործանում էի, երբ դու նույնիսկ չէիր կասկածում դրանց գոյությանը։ Նույն ձեռքն է հիմա քեզ հետ, նույն ուժն է հիմա քեզ հետ, նույն սերը խոսում է քեզ հետ հիմա։ Ես չեմ փոխվել։ Իմ սերը չի փոխվել։ Իմ ծրագրերը քեզ համար չեն փոխվել։ Ես կավարտեմ այն, ինչ սկսել եմ քեզ մեջ։ Դու էլ պետք է իմանաս սա։ Թշնամու ծրագիրը չի ավելի ուժեղ իմից։
Նրա թակարդը չի ավելի մեծ իմ փրկությունից, նրա սուտը չի ավելի ուժեղ իմ ճշմարտությունից, նրա խավարը չի ավելի մեծ իմ լույսից։ Ահա թե ինչու քեզ պետք չէ վախենալ, ահա թե ինչու քեզ պետք չէ խուճապի մատնվել, ահա թե ինչու քեզ պետք չէ թաքնվել, քեզ պետք է միայն հնազանդվել, քեզ պետք է միայն լսել, քեզ պետք է միայն մնալ իմ կողքին։ Եթե մնաս իմ կողքին, թակարդը կկոտրվի նախքան դու հասնես նրան։ Եթե մնաս իմ կողքին, փոթորիկը կանցնի առանց քեզ դիպչելու։ Եթե մնաս իմ կողքին, քո ոտքը չի սայթաքի։ Իմ զավակ, քո կյանքում կա կոչում։ Ահա եւս մեկ պատճառ, թե ինչու է թշնամին պայքարում քո դեմ։ Դու պարզապես անցորդ չես։ Դու ընտրված ես, կրելու իմ ներկայությունը, իմ խոսքը, իմ սերը։ Դու այն ես, ով ազատություն կբերի ուրիշներին։ Դու այն ես, ով լույս կլինի խավար վայրերում։ Դու այն ես, ով կխոսի կյանք կոտրվածներին։ Դու այն ես, ով կկանգնի ճեղքված պատի մոտ քո ընտանիքի համար։ Այս կոչումը փոքր չէ։ Այս կոչումը պատահական չէ։ Այս կոչումը գրված է քո էության մեջ։ Ահա թե ինչու քո մարտերը եղել են ծանր։ Ահա թե ինչու քո գիշերները եղել են երկար։ Ահա թե ինչու քո գայթակղությունները եղել են դաժան, քանի որ քո կյանքում ավելին կա, քան դու մտածում ես։ Բայց իմ շնորհը բավարար է։ Իմ ուժը կատարյալանում է թուլության մեջ։ Իմ ձեռքը կպահի քեզ, իմ ձայնը կառաջնորդի քեզ, իմ ուժը կպաշտպանի քեզ, իմ սերը կլինի քո խարիսխը, իմ հոգին կսովորեցնի քեզ, իմ հրեշտակները կշրջապատեն քեզ։ Ես արդեն քայլել եմ վաղվա օրը քո առջևից, ես արդեն տեսել եմ թակարդը եւ հիմա ցույց եմ տալիս այն քեզ։ Ես արդեն պատրաստել եմ փրկության ճանապարհը եւ կանչում եմ քեզ հիմա գնալ դրա վրայով։ Մի ուշացիր, մի վախեցիր, մի կասկածիր։ Վստահիր ինձ իմ զավակ։ Այսօր ես լցնում եմ քեզ քաջություն։ Այսօր ես ցրում եմ մարախուղը քո մտքում։ Այսօր ես կտրում եմ շփոթության կապերը։ Այսօր ես տալիս եմ քեզ պարզություն, ինչ անել։ Դու կիմանաս, թե ինչ քայլ անել։ Դու կիմանաս, թե որ ձայնը անտեսել։ Դու կիմանաս, թե որ դուռը փակել։ Դու կիմանաս, թե որ մարդկանցից հետ քաշվել։ Դու կիմանաս, որովհետև իմ հոգին քեզ մեջ կբարձրանա ինչպես կետ։ Դու կզգաս իմ խաղաղությունը, որ հաստատում է ճանապարհը։ Դու կզգաս իմ զգուշացումը, երբ վտանգը մոտ է։ Դու չես մնա առանց առաջնորդության, դու չես մնա առանց լույսի, դու չես մնա առանց օգնության։ Իմ զավակ, դու իմն ես, դու գնված ես թանկ գնով, դու կնքված ես իմ հոգով, դու նշանված ես իմ անունով, դու թաքնված ես իմ ձեռքում։ Ոչ ոք չի կարող քեզ խլել ինձանից, ոչ ոք չի կարող չեղարկել այն, ինչ ես ասել եմ քեզ, ոչ ոք չի կարող չեղարկել իմ օրհնությունը քո կյանքի վրա։ Կանգնիր հիմա, թափիր սուտը, կոտրիր կապանքները, բարձրացրու աչքերդ։ Ես քո հայրն եմ, ես քո վահանն եմ, ես քո ազատագրողն եմ, ես քո ճանապարհն եմ, ես քո ճշմարտությունն եմ, ես քո կյանքն եմ։ Իմ զավակ, լսիր, մի թույլ տուր քո սրտին թափառել, մինչ ես խոսում եմ։ Ամեն խոսք սերմ է, եւ եթե թույլ տաս, որ այն խորանա, այն կաչի եւ կպաշտպանի քեզ։ Քեզ պետք չէ ամեն ինչ հասկանալ այն միջապես, քեզ պետք չէ ամեն ինչ որոշել այս երեկո, քեզ պետք է միայն վստահել նրան, ով խոսում է քեզ հետ։ Ես տեսնում եմ վերջը սկզբից ի վեր։ Ես գիտեմ ճանապարհը, որով դու դեռ չես գնացել։ Ես գիտեմ վտանգները, որոնք դեռ չեն հայտնվել։ Ես արդեն քո առջև եմ, ինձ հետ դու անվտանգ ես, իմ զավակ։ Ես ուզում եմ, որ դու տեսնես քեզ այնպես, ինչպես ես եմ տեսնում։ Դու զոհ չես, դու թույլ չես, դու պատահականություն չես, դու մոռացված չես, դու փոքր չես, դու իմն ես, դու իմ հոգու անոթ ես, դու լույս ես բլերի վրա, դու հույսի ձայն ես, դու իմ ներկայության կրող ես։ Դու իմ պատկերի արտացոլումն ես, ահա թե ինչու է խավարը ճնշում քեզ, ահա թե ինչու է շփոթությունը շրջապատում քեզ, բայց խավարը չի կարող սահմանել քեզ։ Շփոթությունը չի կարող պահել քեզ։ Իմ ճշմարտությունը քո խարիսքն է, իմ ձեռքը քո պահապանն է, եւ ես կրկին ասում եմ քեզ, իմ զավակ, մի վախեցիր թողնել այն, ինչից ես խնդրում եմ քեզ թողնել։ Որոշ բաներ կթվան կորուստներ, բայց այդպես չէ։ Դրանք հնարավորություններ են ավելի լավի համար։ Որոշ ընկերություններ կմարեն, թող մարեն։ Որոշ հնարավորություններ կանհետանան, թող անհետանան։ Որոշ սովորություններ կմահանան, թող մահանան։ Ես կտրում եմ քեզ, որովհետև սիրում եմ քեզ։ Ես կտրում եմ ճյուղերը, որոնք այլևս պտուղ չեն տալիս, որպեսզի դու ավելի շատ պտուղ տաս։ Մի կարչիր այն ամենից, ինչ ես կտրում եմ։ Մի սգա այն ամենը, ինչ ես հեռացնում եմ։
Հավատա, որ ինձ ձեռքը նուրբ է, նույնիսկ երբ կարծես կոշտ է։ Հավատա, որ ինձ ծրագիրը լավ է, նույնիսկ երբ դու չես տեսնում վերջը։ Իմ զավակ։ Կլինեն պահեր, երբ դու կզգաս մենակություն հնազանդության մեջ։ Մյուսները չեն հասկանա, թե ինչու ես հետ քաշվում։ Մյուսները չեն հասկանա, թե ինչու ես ասում ոչ այն ամենին, ինչ անվնաս է թվում։ Ոմանք կարող են ծաղրել քեզ կամ կասկածի տակ դնել քեզ, բայց հիշիր, դու ապրում ես ոչ թե նրանց հավանության համար, դու ապրում ես ին հաճույքի համար։ Դու հետևում ես ոչ թե նրանց ձայնին, դու հետևում ես իմին, եւ ես կպարգևատրեմ քո հավատարմությունը։ Ես կպատվեմ քո հնազանդությունը։ Ես կբարձրացնեմ քեզ ճիշտ ժամանակին։ Ես կարդարացնեմ քեզ նրանց առջև, ովքեր չեն հասկացել։ Քո խնդիրը ոչ թե արդարացումն է, քո խնդիրը հնազանդությունն է։ Ես կզբաղվեմ մնացածով։ Իմ զավակ, նույնիսկ հիմա ես բուժում եմ վերքերը։ Դավաճանության, մերժման, հիասթափության, ամոթի վերքերը։ Այս վերքերը թողել են ճեղքեր, որոնք թշնամին փորձել է օգտագործել։ Նա շշնջացել է դրանց մեջ, նա կերակրել է դրանք ստով, բայց ես փակում եմ դրանք իմ ձեռքով, ես լցնում եմ յուղ դրանց վրա, ես ասում եմ ճշմարտություն դրանց մեջ։ Քեզ չեն մերժել, քեզ ընտրել են, քեզ չեն լքել, քեզ պահում են։ Դու անվերադարձ կոտրված չես, քեզ վերականգնում են։ Դու չես գնացել չափից հեռու, քեզ ավելի մոտ են քաշում։ Թող իմ բուժումը խորանա, թող ինձ սերը ավելի խոր լինի ցավից, թող ինձ ձայնը ավելի բարձր լինի հիշողություններից։ Զավակ, մի վախեցիր ապագայից, ես արդեն այնտեղ եմ։ Մի վախեցիր վաղվանից, ես պահում եմ այն։ Մի վախեցիր անհայտից, ինձ այն հայտնի է։ Թշնամին փորձում է ստիպել քեզ անհանգստանալ այն մասին, ինչ կարող է պատահել, բայց ասում եմ քեզ, ոչինչ չի պատահում իմ հայացքից դուրս, ոչինչ չի պատահում իմ հոգատարությունից դուրս, ոչինչ չի պատահում իմ իշխանությունից դուրս։ Դու շրջապատված ես, դու պաշտպանված ես, դու պահպանված ես, դու սիրված ես։ Երբ մտնես վաղվա օրը, դու մենակ չես լինի։ Երբ հանդիպես որոշմանը, որի մասին ես զգուշացրել եմ քեզ, դու չես հանդիպի նրան թուլությամբ։ Իմ հոգին կզորացնի քեզ, իմ իմաստությունը կտա քեզ պարզություն, իմ ձեռքը կուղղորդի քո քայլերը։ Դու նաև կտեսնես նոր դռներ, որ բացվում են, երբ հնազանդվես, բարեհաճության, իմաստության, խաղաղության, ազդեցության, պաշտպանության դռներ։ Այս դռները թակարդներ չեն, դրանք իմ պատասխաններն են այն գաղտնի աղոթքներին, որոնք դու աղոթել ես, բայց դրանք կապված են քո հնազանդության հետ այս երեկո։ Հնազանդվես հիմա, դու ընդունում ես այն, ինչ ես պատրաստել եմ։ Երբ հետ քաշվես թակարդից, դու մտնում ես օրհնության մեջ։ Երբ ասես ոչ կեղծին, դու ազատում ես տեղը իրականի համար։ Երբ փակես սխալ դուռը, բացվում է ճիշտը։ Իմ զավակ, շնչիր հիմա, ներշնչիր իմ խաղաղությունը, արտաշնչիր քո վախը, ներշնչիր իմ քաջությունը, արտաշնչիր քո անհանգստությունը, ներշնչիր իմ սերը, արտաշնչիր քո ամոթը։ Այստեղ դու անվտանգ ես, այստեղ քեզ լսում են, այստեղ քեզ ճանաչում են, այստեղ քեզ սիրում են։ Դու իմն ես, դու թաքնված ես իմ թևերի տակ։ Իմ ներկայության ստվերը ծածկում է քեզ։ Ոչ մի նետ չի դիպչի քեզ այստեղ, ոչ մի անեծք չի կպչի քեզ այստեղ։ Իմ արյունը ավելի լավ է խոսում քո մասին։ Իմ ուխտը շրջապատում է քեզ, իմ հրեշտակները պահպանում են քեզ, իմ հոգին զորացնում է քեզ։ Իմ զավակ, ես ոչ միայն զգուշացնում եմ քեզ այս երեկո, ես զինում եմ քեզ։ Ես տալիս եմ քեզ խորաթափանցություն, ես տալիս եմ քեզ քաջություն, ես տալիս եմ քեզ պարզություն, ես տալիս եմ քեզ իմաստություն, ես տալիս եմ քեզ ուժ, ես տալիս եմ քեզ համարձակություն։ Դու կտեսնես թակարդը նախքան քայնես դրա մեջ։ Դու կզգաս զգուշացումը նախքան ընտրություն կատարես։ Դու կճանաչես կեղծը նախքան ընդունես այն։ Դու կզգաս իմ խաղաղությունը, որ հաստատում է ճանապարհը։ Դու կլսես իմ շշնջոցը, որ ուղղորդում է քո քայլերը։ Դու կդիմակայես ճնշմանը։ Դու չես խախտվի, դու չես խաբվի, դու չես խախտվի։ Դու կդիմակայես։ Իմ զավակ, ես ավարտում եմ այս մասի իմ խոսքի խոստումով։ Եթե հնազանդվես այս երեկո, դու կտեսնես իմ ձեռքը վաղը։ Եթե անես այն քայլը, որ ես ցույց եմ տալիս, դու կտեսնես, թե ինչպես է թակարդը կոտրվում։ Եթե վստահես ինձ այն ամենը, ինչ չես տեսնում, դու կտեսնես, թե ինչ եմ պատրաստել ես։ Ես հավատարիմ եմ, ես ճշմարիտ եմ, ես քո հայրն եմ, ես քո պաշտպանն եմ, ես քո առաջնորդն եմ, ես քո ազատագրողն եմ, ես քո Աստվածն եմ։